1988 թվականին եղել է երկրաշարժ եւ 90%-ով քաղաքը ավիրված է եղել։ Հրաբարակներում ուրեմն շենք շինություններ է կառուցվել։ Իմ օրոք 40,000 տնակ է հեռացվել։ Այսինքն ոչ մի բան իր տեղը չի եղել։ Իմ օրոք կառուցվել է 17,000 բնակարան։ Իմ օրոք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներն ու գյուղերը միասին բացի Երևանից մասնավորը անհատ հետքան շինարարություն չի արել, ոնց որ Գյումրի քաղաքում։ Ուրեմն մեր նպատակն է քաղաքը կառուցել։ Մինչև այսօր, որ դուրս է եկել 12 թվականից, ուրեմն ընդամենը 15 թե 20 շին թույլտվություն են տվել։ Հիմա օրենքել եմ նորից քաղաքը շենացել է, մարդիկ ասում են քաղաքը կառուցվում է։ Այսինքն մեր նպատակը եղել է քաղաքը կառուցել։ 1 մետրը, 2 մետրը այս կողմեկում մեզ համար արժեք չի եղել։ Ինչի համար։ Որովհետև այդ 60 հոդվածը, որ իրանք դոգմա են վերցնում, 60 հոդվածը կարող է փոխել քաղաքապետարանը։ 60 հոդվածի տերը քաղաքապետարանն է։ Ուրեմն հատակագծի տերը քաղաքապետարանն է եւ քաղաքապետարանը իրավունք ունի փոփոխություններ անելու։ Ուրեմն մյուսն ասել ես։ Հիմա ես հարց եմ տալիս։ Ես հիմա հարց եմ տալիս։ Այդտեղից հետո հարց եմ տալիս։ Ուրեմն քաղաքի գլխավոր հատակագիծը որ կաբինետում է եղել, ով է գլխավոր հատակագծի վերջնական նայում բաները անում, կազմակերպում։ Քաղաքաշինության բաժինը եւ ճարտարապետը եւ քաղաքաշինության բաժինը։ Եվ գտնվել է նույնությամբ կադաստրում, որ կադաստրը երբ որ հողատկացում էր անում գնում էր այնտեղ, կադաստրը նայում էր քարտեզը եւ ասում էր, սա 60 մենք չենք գրանցի, վկայական չենք տա, որովհետեւ դուք սխալ եք արել, խնդրում ենք բացատրեք, ինչն է պատճառը։ Բացի դրանից, մարզպետարանում գտնվում էր։ Հա, ասեք, մարզպետարանում չգիտեմ, չգիտեմ։ Լավ։ Ես ինչքան հիշում եմ մարզպետարանում էր գտնվում, որով եւ Քաշին նախարարությունում, որովհետեւ այդ ամեն ինչը կդդվում էր։ Եթե մենք փոփոխություն էինք անում հանգարց, որևիցե քարտեզի մեջ, եթե այդպեսի բան չէ։ Ասում եմ, որ ինքը ասի արեք, թե չէ։ Լավ, հարց։ Երբ որ տեսնվում էր, որ ասենք այս հատվածը չի կարելի շենքինություն կառուցել։ Ուրեմն գրություն էր գրվում, ինչքան հիշում եմ, մարզպետարան, Քաշին նախարարություն, համաձայնությունը վերցնում էր, դեպի գալիս եւ առնում։ Հիմա ես պարոն Դադախազին մի քանի անգամ ասում եմ, նմանատիպ գրություններ կա թղթերի մեջ եւ թե ոչ, ինքը ասում է չկա։ Իսկ ես բարձրացան ասում եմ, դիտավորել թղթերը միջից անել են, ով է դրա տերնել է թղթերը, ով է տարել, ոնց է դրա պահվածները։ Այսօր որ քաղաքը միջից անելը վարգյան է, ով է դրա տերը, որտեղից լինենք գտնենք։ Վկային եմ հարցը տալիս։ Հիմա քաղաքապետը, որ դուք հիմա դերում էիք, ասենք մասնագետը, գլխավոր մասնագետը, բաժնի վարիչը, մյուսը մրցույթներ ամեն ինչ անցկացրած, բերում վերջում որոշում էր կայացնում քաղաքապետը։ Քաղաքապետի որոշումը եղած չեղած մի հաշիվ չէ, դուք ամեն ինչ արեք վերջացրի դերել։ 30 հոգի մարդ եք աշխատում ամեն բաժնում։ Քաղաքապետը օրական 10-ը, 50-ը, 30-ը նմանատիպ որոշումներ։ Ես ո՞ր կարող եմ հիշել, մասնագետները դուք եք, ես դրանց ծեր եք։ Հարցը հետևյալն է։ Ինչ նշանակություն ունի ձեր բաժնի եւ մասնավորապես ձեր համար քաղաքապետի որոշումը։ Չէ, ես այն ձերի ասեցի։ Չէ, հարց հետևյալն է։ Չէ, ես գիտեմ, բոլոր մասնագետները արդեն չափերը, գրեփերը հասել են քաղաքապետյանին։ Քաղաքետու ամեն ինչ գտնում են։ Ես մասնագետական քաղաքապետի որոշում կարող է։ Ձեր տված եզրակացությունների մասնագիտական որոշումներ կազմում են մասնագետներ։